Լեռնային Ղարաբաղից օրեր առաջ Հայաստան տեղափոխված երկու զինվորներից շարքային Գուրգեն Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում է։ Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը Civilnet-ի հետ զրույցում նշեց, որ Գուրգեն Սարգսյանին արհեստական շնչառություն է միացված։ Գուրգենի մոտ առկա է գլխի հրազենային միջանցիկ բաց թափանցող վիրավորում, աչքի սակնդի վնասումով, անգիտակից վիճակում, արհեստական շնչառությամբ, շատ ծայրահեղ ծանր վիճակում, կարելի ասել վնասվածքը անհամատեղելի է, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքով։ Ներկա պահին կյանքը պահպանվում է բժիշկների օգնությամբ։ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը հրազենային վիրավորում էր ստացել հունվարի 16-ին Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։ Ասեն, որ անհամատեղելի է, կյանքի հետ վնասվածքը։ Հրաշք պետք է լինի կամ Աստծո կամքով, որ կարողանանք կյանքը փրկել։ Մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից վիրավորված Ստեփանակերտից Երևան տեղափոխված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի վիճակը ևս ծանր է։ Նա բազմաբեկոր վիրավորում է ստացել ստորին վերջույթներին։ Ձախ ոտքը բազմաբեկոր կոտրված կա, անոթների, ազդրային զարկերակի, ներվի, երակի վնասումով, ոսկերային դեֆեկտով, կատարվեց գիշերը վիրահատություն, փորձեց պահել վերջույթի ամբողջականությունը, սակայն հրավիրվեց կոնսիլիում, որ անհնար էր պահել, որտեղ արդեն սկսվել էր վերջույթի նեկրոզ, գանգրենա, մահացած վերջույթ էր, եստիվաց կատարվեց ամպուտացիա, կյանքը փրկելու համար, որտեղ սկսվել արդեն ինտոքսիկացիա, թունավորում օրգանիզմի։ Արտաշես Խաչատրյանի խոսքով Ալեքսեյի վիրահատությունն այնպես է արվել, որ հետագայում ոտքը կպրոթեզավորվի։ Դերևս կյանքին դեռ վտանգ կա, ինչ որ չափով, բայց նաև կատարվեց որովայնի հատում, լաբորատորիա, այնտեղ նույնպես հեղուկ կար, մաքրվեց, համապատասխան միջոցառումները կատարվեց վիրաբուժական, հետագայում կյանքը արդեն վերականգնվեց, իհարկե պրոթեզով հնարավոր կլինի եւ կարող է ապրել իր նորմալ գունով, ուղղակի պրոթեզավորված ոտքով։ Հետաքրքրվեցինք, արդյոք զինվորներին արտասահման ուղարկելու անհրաժեշտություն չկա։ Սեն իմաստ չունի տեղափոխելու, ստե ինչ պետք է արվելու, կարվի, իմ կարծիքով որ պետք է որ ինքը նորից լինի, լավանա ճիշտ է պրոթեզավորված ոտքով, բայց Գուրգենի մասին խոսք չկա, ամենահնարավոր չէ որ անիմաստ է իմ կարծիքով։ Հունվարի 25-ին հատուկ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, նշելով, որ պարզվել են Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին։ Մասնավորապես, պարզվել է, որ կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրացված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ, մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է։ Ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում արձակված կրակոցի հետևանքով Գուրգեն Սարգսյանին ազգուշությամբ պատճառել է գլխի շրջանում հրազենային վիրավորում։ Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։